Հաճախ հնչող հարց, թե ինչու հոգեթերապևտիկ սեանսը անվճար չէ։ Պարզ պատասխան, ինչու պետք է անվճար լինի։ Հոգեթերապիա սովորելը Հայաստանում թանկ աճույք է։ Դու նախկինում հոգեբանություն ես սովորում 4 տարի, հետո մագիստրատուրայի 2 տարի, ու այդ ամեն ինչը անվճար չէ։ Հետո վերապատրաստվում ես, կոնկրետ ես արդեն 10 տարի վերապատրաստվում եմ, անդադ տարբեր վերապատրաստումների գնալով։ Ու այդ ամեն ինչը վճարովի է ու էժան չի։ Քո անհատական թերապիան անցնելը անվճար չի։ Ու այնքան է վճարում, ինչքան դուք վճարում եք ինձ։ Սուպերվիզիա անցնելը անվճար չի, ու էլի գումար է։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, դուք որ գալիս եք ինձ մոտ կամ այլ հոգեթերապևտների մոտ, դուք 1 ժամի համար չեք վճարում այդքան գումար։ Դուք վճարում եք այդ մասնագետի անցած վերապատրաստումների, իր տարիների փորձի, իր այդքան վերապատրաստվելու, սուպերվիզիա գնալու գումարը։ Դուք վճարում եք 10 քանի տարվա համար, 10 քանի հազար դրամ, այլ ոչ թե 1 ժամի համար։ Նույն ձև որ դուք գնում եք բժշկի մոտ, դուք մի ժամի համար չեք վճարում, դուք վճարում եք, որովհետև բժիշկը սովորել է 10 տարուց ավել, այդքան վերապատրաստվել է, բպարզա պետք է այդքան լինի գումարը։ Բայց եթե ինքը այդ սաղաներ, ուրեմն ինքը ուղղակի զոհում է իրան։ Այսինքն բարի կամքի դրսևորում է ուղղակի բժիշկ լինելը։ Դու դրանով գումար չես աշխատում, դուրս է գալիս։ Այսինքն քո եթե սովորածի գումարն էլ չես անելու, էլ իմաստը ո՞րն է բժիշկ դառնալու կամ հոգեթերապևտ դառնալու։ Ու եթե մենք մի քիչ ռացիոնալ մտածենք, կտեսնենք, որ այս հագուստը, որ ես հագել եմ, գումար է, այն հացը, որ մենք ուտում ենք, գումար է։ Ամեն ինչ գումար է այս կյանքում, որովհետև գումարը ունիվերսալ ռեսուրս է։ Այսինքն եթե դուք վճարում եք, դա չի նշանակում, որ դիմացի նվատ մարդը մենակ գումարի համար է աշխատում ձեզ հետ։ Դա նշանակում է, որ այդ ռեսուրսը, որը որ պետք է։ Ու հաճախ լինում է, որ ընդառաջում ենք զեղչեր ենք անում։ Բայց թերապիայում գումարը շատ կարևոր է, որովհետև մարդը պետք է վճարի իր լավացման համար։ Անվճար անգիտակցորեն չի ընդունվում։ Այս հիշեք ուղղակի։ Որովհետև թերապիայում երկրորդային շահեր կան, ու այդպես լիքը պուպուշ բաներ։ Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեկնաբանության մեջ, էլի կանրադառնամ այդ հարցերին։